Մեթյու Հենրի ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 11, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը և փառքը և ուխտերը, և օրինադրությունը և պաշտոնը և խոստումները, Հռովմայացիս 9-րդ գլուխ 4-րդ խոսք։ Աստծո խոստումների հանդեպ հավատքը չպետք է փոխարինի, այլ ընդհակառակը, ամրապնդի մեր ջանասիրությունը համապատասխան միջոցներ գործածելու հարցում։ Աստծո նախախնամությունը լրտեսներ ուղարկեց Ռախաբի տուն։ Աստված գիտեր, թե որտեղ է այն հավատարիմ մեկը, չնայած որ նրանք չգիտեին դա։ Ռախաբը ըստ երևույթին փոքրիկ հյուրանոց ուներ, և եթե նա նախկինում անբարո կյանքով էր ապրել, ապա այդ ժամանակ արդեն թողել էր իր չար ճանապարհները։ Այն, ինչ մեզ ամենապատահականն է թվում, հաճախ աստվածային նախախնամությամբ ղեկավարվում է մեծ նպատակներին ծառայելու համար։ Հավատքով էր, որ Ռախաբը խաղաղությամբ ընդունեց նրանց, որոնց դեմ իր թագավորն ու երկիրը պատերազմում էին։ Մենք վստահ ենք, որ սա հավատքի գործ էր, ինչպես Հակոբոս առաքյալն է խոսում այդ մասին իր 2-րդ թղթում։ Նա դա արեց հավատքով, հավատք, որը նրան բարձրացրեց մարդու վախից վեր։ Միայն նրանք են ճշմարիտ հավատացյալներ, ովքեր իրենց սրտում պատրաստակամություն են գտնում համարձակ քայլեր անել հանուն Աստծո։ Նրանք Աստծո ժողովրդին իրենց ժողովուրդն են համարում և իրենց բաժինը նրանց հետ են կապում։ Լրտեսները առաջնորդվում էին Աստծո հատուկ նախախնամությամբ, և Ռախաբը նրանց ընդունեց Իսրայելի և Իսրայելի Աստծո հանդեպ երկյուղից դրդված, այլ ոչ թե շահի կամ որևէ չար նպատակի համար։ Թեև կարելի է արդարացումներ բերել Ռախաբի ստի մեղքի համար, լավագույնն է չընդունել որևէ բան, որը կփորձի այն արդարացնել։ Աստվածային օրենքի մասին նրա պատկերացումները հավանաբար շատ աղոտ էին։ Այդպիսի սուտը, եթե ասվեր նրանց կողմից, ովքեր վայելում են հայտնության լույսը, անկախ շարժառիթից, արժանի կլիներ խիստ դատապարտության։